Apple ընկերության եւ Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական վեճն ավարտված է։ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ վեճի առարկա հանդիսացող Սան Բեռնարդինոյի ահաբեկչի արգելափակված հեռախոսից հաջողվել է ստանալ բոլոր տեղեկությունները եւ իրավապահներին այլևս անհրաժեշտ չէ Apple-ի օգնությունը հեռախոսի պաշտպանությունը շրջանցելու համար։ Քաղաքացիներին այդ հանգուցալուծումը կարծես թե չէր զարմացրել։ Չգիտեմ նրանց ինչին էր պետք Apple-ի օգնությունը։ Կառավարությունն ինչպես գիտենք կարող է ցանկացած տեղեկություն ձեռք բերել։ Իր հայտարարության մեջ Apple ընկերությունը նշել է, որ ի սկզբանե այդ վեճը չպետք է նույնիսկ տեղի ունենար, քանի որ հետաքննությունների դաշնային բյուրոյի պահանջը սխալ եւ վտանգավոր էր։ Միևնույն ժամանակ բաց է մնում ավելի մեծ հարց, որը վերաբերում է քաղաքացիների անձնական տեղեկությունների հասանելիությանը իրավապահ մարմինների համար։ Riverside-ի բնակչուհի Թերեզա Քազալի խոսքով արդի վտանգները փոխում են նաեւ ավանդական խաղի կանոնները։ Ահաբեկչության հետ կապված այս վախը կարծում եմ շատ բան է տակնու վրա անում, եւ մեր ազատություններից ոմանք անհրաժեշտ է զիջել։ Սակայն բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնավոր ընկերությունների դիրքորոշումն այս հարցում միանշանակ է։ Եթե անձնական տվյալները հասանելի են իրավապահներին, ապա դրանք հասանելի են բոլորին, ուստի մարդու անձնական հեռախոսի կամ համակարգչի տվյալները պետք է հասանելի չլինեն ոչ ոքի։ Իրավապահները նրանց հետ համաձայն չեն, բերելով բազմաթիվ օրինակներ, երբ մեղադրյալների հեռախոսների մեջ պարունակվող տվյալների շնորհիվ բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ։ Վերլուծաբանների եւ փորձագետների կարծիքով 21-րդ դարում մարդու անձնական տվյալների գաղտնիության հարցը դառնալու է հաջորդ տասնամյակների բազմաթիվ վեճերի առարկա։ Արման Թարջիբանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։